Ուզում եմ Տիրոջ խոսքից հիշեցնել ձեզ, իհարկե շատ ենք կարդացել, լսել եք, Ծննդոց երկրորդ գլխից Տերը երբ որ ստեղծեց արդեն մարդը, մի պահ ներկայացնում է, որ Ադամը մենակ է նորից, կրկնում է, ինչ-որ բան կա, որ Տերը կրկնում է։ Սկզբից առաջին գլխում ներկայացնում է, որ արու և էկ, այսինքն կին և տղամարդ ստեղծեց, հետո Տերը նորից կանգնում է այդ մասի վրա, երկրորդ գլխում նորից ինչ-որ չափով բացատրում է և ասում է Տեր Աստված ասեց լավ չէ, որ մարդը մենակ լինի, նրան նման մի օգնական շինեմ իրեն հարմար։ Եվ Տեր Աստվածը շինեց հողից բոլոր դաշտի կենդանիները, երկնքի բոլոր թռչունները և բերեց Ադամի մոտ, որ տեսնե, թե նրանց ինչ անունք կոչե։ Այսինքն Տերը խոսեց, որ մի հարմար ընկեր շինեմ, բայց Տերը մենք տեսնում ենք, որ մինչև այդ ոնց ասած ստեղծելը, կնոջ ստեղծելը, նաև ասում է բոլոր այդ հողից շինած կենդանիները թռչունները բերեց Ադամի առջև անցկացրեց։ Եվ ասում է նրանք Ադամի մոտ եկան և ամեն ինչ որ Ադամը շնչավոր կենդանուն կոչեց, նա է նրանց անունը։ Շատ ժամանակ մարդիկ հարցնում են, ասենք հիմա մեր լեզվով, որ ասում ենք տարբեր անուններ ենք տալի, ասենք որևէ կենդանու, որևէ թռչունի, ասենք ծիծեռնակ ենք ասում, օրինակ ռուսերեն ուրիշ է, ուրիշ լեզվով ուրիշ է, հիմա որն է Ադամի դրած անունը։ Հարցը այսօրվա մասին չի, թե ինչ անուն Ադամը դրել է, այդ անունները մնացին նույնը չէ, մենք տեսնում ենք փոխվել է, նույն կենդանուն տարբեր կոչումներ են տալիս։ Այսինքն սա նրա մասին է, որ Ադամը կոչեց և Աստված ընդունեց, հարցը սրանում է առաջինը, որ Աստված ընդունեց և ասում է Տեր Աստվածը մինչև այդ կներեք և ասում է Ադամը իր նման մի օգնական չգտավ նրանց մեջից։ Եվ հետո ասում է Տերը խորը քուն, Աստված խորը քուն բերեց Ադամի վրա և նա քնեց և նրա կողի ոսկորից մեկն առավ և նրա տեղը միս լցրեց։ Եվ Տեր Աստվածն այն կողի ոսկորն, որ Ադամից վեր էր առել, մի կին շինեց և նրան բերեց Ադամի մոտ։ Եվ Ադամը ասեց սա հիմա ոսկորը իմ ոսկորից և մարմինը իմ մարմնից, սրանք կոչեն կին, որտև սա մարդից առնվեց, սրա համար մարդը կթողե իր հայրը և իր մայրը և կհարի իր կնոջը և մեկ մարմին կլինեն։ Ուրեմն Ադամի իմաստությունը մեծ էր, երբ որ արդեն կնոջը շինեց, Ադամը չէր տեսել այս ստեղծագործությունը, ինչպես է շինվում ոսկորը, կնոջ մարմինը, իրենից է թեև վերցված, բայց հոգով հասկացավ, զգաց, երբ որ արթնացավ և մի այսպիսի արտահայտություն արեց. սա հիմա իմ ոսկորից է և մարմին է իմ մարմնից, սրանք կոչեն կին։ Այսինքն Ադամը ուզում է ասել այդքան բան տեսա, ոչ մեկ իմ ոսկորից և մարմնից չէր։ Այս ստեղծագործությունը իմ ոսկորից և իմ մարմնից և նորից ինչպես որ բոլոր կենդանիներ էր կոչում տվել, անուն դրել, այդ ստեղծագործված էակինն էր, որ Աստված բերեց, անունը դրեց կին։ Աստված կին կոչեց, Ադամը կին կոչեց։ Մի հայտարարություն արեց, հետաքրքիր հայտարարություն է, սրա համար մարդը կթողե իր հայրը և մայրը և կհարի կնոջը և մեկ մարմին կլինեն։ Այդ ժամանակ Ադամը ֆիզիկապես հայր ու մայր չուներ, զարմանալի է, չէ՞, հայր ու մայր չուներ, բայց ինքը արդեն գիտեր, որովհետև կարելի ասել նա ընդհանուր ծրագիր խոսեց, որովհետև Աստված ինչպես իմացավ, ասիկն Ադամը ինչպես իմացավ, որ հայր ու մայր կլինի։
Ձեր կարծիքով ինչպես իմացավ։ Որտեղից նրան հայտնվեց։ Ապրես։ Ասես աճեցեք եւ շատացեք եւ բոլոր երկիրը լցրեք։ Այսինքն աճեցեք։ Այսինքն ձեզանից ծնունդներ լինի եւ ձեր զավակներից էլ ծնունդ լինի։ Իսկ ումից որ ծնվում է, նա ինչ պիտի կոչվի։ Ինչպես որ բոլոր կենդաններին էր անուն դնում, ճիշտ։ Կնոջ անուն դրեց, արդեն այդ ծնողների անուն էլ դրեց հայր եւ մայր։ Եվ Աստված ընդհանրապես չհակառակվեց, չասեց, չէ, այս մեկն էլ այսպես լինի, որովհետև իմաստությունը բավարարում էր Ադամի, որպեսզի ճիշտ խոսի, ճիշտ ասի։ Եվ Աստված բոլորին հավանեց, ասիկա Ադամը հասկացավ նրանց բնույթը։ Ոչ թե Ադամը կոչեց եւ դարձան։ Չէ, Ադամը հասկացավ սա ինչ է, ինչ բնույթ ունի եւ դրա համար անուն դրեց։ Այսինքն օրինակ Ադամը չասեց սա ոչխար կոչվի եւ առածա։ Եվ իբր այդ մի կենդանն դարձավ ոչխար ու առածեց։ Չէ, կար որպես ոչխար, կար որպես խոտակեր եւ Ադամը հասկացավ եւ անունը դրեց։ Հիմա այդ ժամանակ իր լեզվով ինչ ասվեց, հարցը դա չի, որտեղ շատերը ուզում են Ադամի խոսացած լեզուն հասկանան։ Եթե մենք կամենանք դա հասկանանք, ընդհանրապես չենք հասկանա, որտեղ մենք տեսնում ենք այսօրվա գիր գրականության մեջ լեզուն փոխվում է։ 100 տարվա առաջվա հայկական լեզուն, եթե կարող եք ճարեք բանալ, տեսեք ինչքան տարբերություն է, արդեն բառարանով են բացատրում, թե դա ինչ է նշանակում։ Կամ մեստոք Մաշտոցի ժամանակի լեզուն բերեք, հիմա գրաբար կոչվածը։ Շատ քիչերն են հասկանում գրաբար։ Դրա համար ուզում ասում մենք մեզ չտանջենք, իմանանք, որ իբր թե Ադամը ինչ կոչեց։ Հարցը սրանում է, որ Ադամը հասկացավ նրա այդ կենդանու բնույթի համեմատ անուն դրեց։ Եվ շատ ճիշտ էր, համընկնում էր այդ կենդանու եղածին։ Այսինքն էություն ասենք կամ բնություն ասենք, ինչ ասենք, իր այդ լինելուն համեմատ անուն դրեց։ Եվ ուզում եմ մեկ համարել կարդալ Եփեսացիների գրքից, Պողոսը խոսում է, մեջ բերում է այդ խոսքը, բայց արդեն մեջ բերում է որպես Աստծո խոսք, սուրբ գրված, ճշմարիտ գրվածք։ Օրինակ ասենք 28-ից եմ կարդում, վերև Քրիստոսի օրինակն է բերում, եկեղեցու օրինակն է բերվում, եւ ասում է այսպես էլ պետք է մարդիկ սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց մարմինները։ Ով որ իր կնոջը սիրում է, իրեն է սիրում, որտեղ ոչ ոք իր անձը չի ատել, այլ կերակրում է եւ պահպանում նրան, ինչպես Տերն էլ եկեղեցին, որտեղ նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից եւ նրա ոսկորներից, ինչպես Ադամը չի ասել, իմ ոսկորը եւ իմ մարմինն է կինը։ Եվ ինչ ասում, հիմա բերում է Քրիստոսի վրա, ասում է նրա մարմնից եւ սրա համար մարդը թողի իր հորը եւ մորը եւ կնոջը հարե եւ երկուսը մեկ մարմին կլինեն։ Ճիշտ նույն շարադրությամբ, ինչպես որ Ադամը ասեց։ Ասում է սակայն ինչ ասում, այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վրա եմ ասում։ Ասում նաեւ թեկուզ իրականում Տերը ստեղծեց մարդ, տղամարդ, կին, այդ իրականությունը տեղի ունեցավ, բայց հարցը սա է, որ այդտեղ գաղտնիք կար։ Մենք գիտենք, ինչ որ արվեց, դա բոլորը կարծես ապագայի համար մարգարեական գործ էր, ոչ թե միայն խոսք էր, կամ չէ, մարգարեությունը մենք այսպես ենք ճանաչում, չէ, խոսվել է եւ լինում է Աստծուց եղածով, բայց սա Աստծուց ոչ թե միայն խոսված էր, այլ կատարված գործ էր, որը խորհուրդ էր, մարգարեություն էր ապագայի, կատարվել էր։ Աստված ասաց լույս լինի եւ լույս եղավ, բայց հետագայում տեսնում նոր կտակում ասում է, երբ որ Աստված ասաց լույս լինի, Քրիստոս ծագեց մեր սրտերում։ Կամ այս հարցը կին տղամարդ ստեղծվեց
տղամարդը ասեց, սա ոսկորը իմ ոսկորը մարմնից սա համար մարդը կթողե իր հորը մորը եւ կնոջը կհարի։ Եվ սա բերում է Քրիստոսի եւ ձեր նկատմամբ ունեցած հաղորդակցությունը։ Եկեղեցու եւ Քրիստոսի վրայով եմ ասում։ Զարմանալի չէ, իրական կամ Իսրայելի պատմությունը, չէ՞ որ դուրս եկավ գերությունից, անցավ նեղությունով, եկան, այն ուխտ կապվեց, բայց ոչ երթումով։ Զոհեր էին կատարում 5 տակարանի այդ ուխտի ժամանակում, շատերը գիտեն թե Ադամով, Նոյով կամ Աբրահամով է ուխտը կապվել, բայց չէ։ Այդ ուխտը կապվեց, ասում եմ, Մովսեսի ձեռով շատ տեղեր շեշտվում է։ Իսկ այն որ ասել էր Աբրահամին, դա հավիտյանական ուխտներ բոլոր ազգերի հետ կապված։ Բայց նաև մի ուրիշ համար եմ ուզում կարդալ ու էլի կգնանք առաջ։ Երեմիայի մարգարեության 15-ի 19-ում այսպիսի խոսք կա Աստծո կողմից։ Սրա համար այսպես է ասում Տերը. եթե դարձի գաս, ես քեզ ետ կբերեմ։ Իմ առաջին կկանգնես, եւ եթե հանես պատվականը անարգից, իմ բերանի պես կլինես։ Նրանք կդառնան դեպի քեզ, եւ դու դեպի նրանց չես դառնա։ Հերթականությունը շատ կարեւոր է։ Սա համար այսպես ասում Տերը. եթե դարձի գաս, ես քեզ ետ կբերեմ։ Շատ ժամ եք տեսել ենք, չէ՞ մեր դասընթացների ժամանակ կա ապաշխարության հարցը, որ սխալ հասկացողություններ կան, մարդը ասում է, ես եմ դարձը Աստծուն։ Ես, իսկ ոմանք Աստծուն մարդուն անտեսում են, ասում են, Աստված ինձ քաշեց իրան, բերեց իրան։ Բայց այստեղ մենք ինչ ենք ասում ու հիշեք, ինչ ասված։ Այո, երկու կողմ ունի ապաշխարությունը։ Մարդու մասու բաժին եւ Աստծո մասու բաժին եւ այստեղ ասում է եթե ետ դառնաս ես քեզ ետ կբերեմ թե դարձի գաս ասում դու քո բաժինն արա բայց չի նշանակում որ ամբողջը քեզանից է դու ինչ ուզես դա անես եթե ուզում ես դարձի Աստծուն օրինակ եթե Աստված քեզ չընդունի դու ընդունված ես քո դարձը իմաստ չունի պատկերացնում ես հիմա գնա միտեղ թեւս մարդկանց մոտ գնա ինչ-որ մեկի գործարանն եւ ասա ես եկել եմ ձեզ մոտ աշխատելու։ Հա, լավ ես արել եկել ես։ Բայց գործարանատերը միթե մինչեւ քեզ ասած ասած թույլ չտա, չքաշի, ներս չընդունի, թեգուց դու գնացել հասել ես այդտեղ, բայց չես մտնի ներս։ Ասենք որպես այդ ինչ կոչումի աշխատող։ Վերջեջու Տերն էլ պետք է, գործի Տերն էլ պետք է քեզ իրավունք տա եւ ընդունելություն գտնես։ Բայց Տերը ինչ ասում, դու ընդունելություն կգտնես, ես քեզ ետ կդարձեմ, եթե դու դարձի գաս, ետ դառնաս դեպի ինձ։ Ասում իր բարությունն է ասում, ես քեզ կօգնեմ, այո, քեզ չեմ թողի, ուրիշտեղ Տեր Հիսուսի խոսքը ասում է, ինձ եկողին դուրս չեմ հանի։ Ասենք ես ոչ թե կընդունեմ միայն, այլ արդեն ընդունված կլինի եւ դուրս հանելու, չհանելու գործն է խոսում։ Ես ինձ եկողին դուրս չեմ հանի։ Չի ասում ինձ եկողին ես կընդունեմ, արդեն դուրս չհանելու, ասենք ընդունված պրծած ես։ Բավական է դու քայլ անես, ես քեզ սիրով ընդունում եմ։ Միայն դու եկ։ Տերը սիրում է, դա Տիրոջ սիրուց է։ Եվ հետաքրքիր է նաեւ ինչ ասում Դարձի գալուց առաջին, ես քեզ ետ կբերեմ, դու իմ առաջին կկանգնես, այո, եթե ինքը չլներ, դու նա առաջին չէիր կարող, ասենք ինքը չլներ այն իմաստով, որ եթե ինքը չկամենար, դու չէիր կարող նրա առաջին կանգնես, եւ եթե հանես պատվականը անարգից իմ բերանի պես կլինես, նրանք դառնան դեպի քեզ եւ դու դեպի նրանց չես դառնի, արդեն այստեղ երրորդ բաժին խոսքն է, երկրորդ ես նայում եմ ասում է եթե պատվական անարգից հանես իմ բերանի պես կլինես
Այսինքն լավ է որ դարձ եկար։ Ես քեզ ընդունեցի, իմ առջև կանգնեցիր։ Բայց մի հատ արդեն որպես ապաշխարած դու քայլ ունես անելու, պատվականը անարգից հանելու։ Պատվականը անարգից պետք է հանես։ Այո, շատերս ենք ապաշխարել։ Բոլորս էլ գուցե այստեղ նստածներից բոլորս ապաշխարել ենք, որտեղ ես սիրտ ու երկայում քննող չեմ, դրա համար համարձակվում եմ ասել, որ բոլոր դարձ չեք եկել։ Բայց Տերը գիտի։ Եթե բոլորս դարձ ենք եկել, բայց զարմանալի գիտեք ինչ եք տեսնում։ Ես չեմ համարում, որ դու դարձի չես եկել։ Բայց բան եմ տեսնում, ասենք որևէ մեկիդ վրա։ Դարձի է եկել, բայց պատվական ու անարգ իրարից չի զանազանում ես եղբայրը կամ այն քույրը։ Չի իմանում, ճիշտ ու սխալը շատ տեղը չի հասկանում, ճիշտը որն է, սխալը որն է։ Բարին որն է, չարը որն է։ Ճշմարտությունը որն է, խաբեությունը որն է։ Շատ հեշտ մեկ տեսնես կդառնաս սուտ վարդապետություններին։ Եթե դու դարձի գաս պատվական անարգից, իմ բերանի նման կլինես, քո խոսքը Ադամի խոսքի նման կլինի ճիշտ։ Ադամը այդ ժամանակ մեղանչած չէր, պատվական անոթ էր։ Եվ զանազանում էր բարին ու չարը, ասենց ասած իրենց բնույթի համեմատ իհարկե։ Ոչ թե այսօրվա չարի բարի մասին է, մեղքի մասին չի խոսքը, ասենք կենդանիների ճանաչելու մասին է։ Ճիշտ խոսեց, Աստծո բերանի նման խոսեց, իմ բերանի նման կլինես, քո խոսքը համընկնելու է իմ ճշմարտությանը։ Դրա համար Աստված ոչինչ չասեց։ Չէ, Ադամ, ես մեկը սխալվեցիր։ Որտեղ Ադամի Աստծո բերանի նման էր խոսում։ Եվ նաև հաստատեց նոր կտակարանով։ Թեկուզ աս կինը կթողի իր հորը մորը եւ մարդը կթողի եւ կնոջ կհարի։ Այսինքն այդ Ադամի խոսածը Աստծո բերանի նման էր խոսված։ Աստեղ արդեն ներկայացնում է որպես Աստծո կամք, Աստծո բերանի խոսք, որ Ադամը ներշնչված էր, վերցրած էր ճշմարտությունը Աստծուց եւ խոսեց Աստծո նման։ Ոչ թե սխալ։ Աստծո դարձած մարդիկ միայն ապաշխարած չէ, ուրեմն դարձ նշանակում ապաշխարություն։ Ապաշխարած մարդիկ, ապաշխարություն բավական չի, որ դու Աստծո նման լինես։ Որտեղ մենք աճում ենք Աստծո նմանության մեջ արդեն։ Դարձի ենք եկել, դրա համար ասում աճեք դեպի ձեր ստեղծողի պատկերի պես։ Աստծո նմանվեք։ Այսինքն նաև ապաշխարությունից հետո քայլեր կան, հիմնականը որ ամփոփ ասված է, պատվական եւ անարգը ճանաչելու եւ իրարից տարբերելու։ Եթե դու տարբերես, այսինքն եթե պատվականը անարգից հանես, ոչ թե բաժակի մեջ հանես, այնի եկում դնես, չէ, զանազանես։ Պատվականը անարգից զանազանես, դու իմ բերանի պես կլինես։ Այսինքն նորից Աստված է հանելու, ոնց որ ասեց, եթե դարձի գաս, ես քեզ ետ կբերեմ, նմանապես եթե դու զանազանես, ես էլ քեզ իմ բերանի պես կանեմ, որ դու ճիշտ խոսաս, սուտ չխոսաս։ Այսինքն օրինակ, եթե Ադամը կարող էր ճիշտ խոսել Աստծո բերանի պես, առավել ևս Հիսուսը, չէ՞։ Առավել ևս այն մարդիկ, ովքեր դարձի են եկել եւ պատվական անարգից զանազանում են։ Հիսուս ասաց դուք եք երկրի աղը, դուք եք աշխարհի լույսը։ Սա ճշմարտություն է, սուտ չի, դուք աղ ու լույս եք։ Այսինքն աշխարհի միջի համ ու աչք եք։ Հավատացյալն են ցույց տալիս։ Իհարկե Աստծուց առած, Աստծո խոսքով, հայտնությունով։ Ուրեմն Տերը ձեզ օրհնի, նես չի, որ ես ասում, ես ով էլա, այդ սուտ խոնարհությունը Աստծո դուրը չի գալիս։ Ես ով եմ Տեր, որ ինձի դարձել ես աղ եւ լույս, ես արժան չեմ, են չեմ։ Դեռ արժան չես, գնա անարժան տեղերը, գնա կորի։ Ասելա դու աղ ես, շնորհակալ եմ Տեր, թեկուզ Դավիթի նման ասես, ես ով եմ իմ հորս, որ դու ինչ ես դարձել։ Կամ լույս եմ, քեզանով լուսավորում է, միայն
Խոսելով չի։ Խոսելուց ավելին ինչ որտեղ կյանքով ապրել է, որ շատերը տեսնում են, ասում են, մարդը տարօրինակ, բանը մեր նման չի, այս մարդը մաքուր է, սուրբ է, շատ հավատացյալներին, ասեն գործի տեղը, տարբեր տեղը հենց դից անվանում են, մեր միջից սուրբն է, անգամ որ հայոյում են, մեկ ասում են ներողություն, կներես, որ քո ներկայությամբ հայեցինք։ Կամ Հովհաննես Առաքյալը իր թղթի 3-րդ գլխի առաջին խոսքից ասում է. տեսեք թե հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդի կոչվենք։ Սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ եւ որ նրանն էլ չճանաչեց։ Սիրելիներ, հիմա Աստծո որդիներ ենք եւ տակավին հայտնված չէ թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք թե երբ որ նա կհայտնվի, նրա նման կլինենք, որտեղ կտեսնենք նրան ինչպես որ է։ Հիսուսի մասին է խոսքը։ Որտեղ Աստծուն ոչ ոք չի տեսել, չի էլ կարա տեսնել, Աստված հոգի է։ Հոգևոր աշխարհին անգամ անտեսանելի է, հեշտակներին անտեսանելի։ Մենք որ հոգևոր աշխարհ գնանք, մարմնով էլ էլի, ումը կտեսնենք Հիսուսին, երբ որ կհայտնվի, նրա նման կլինենք, որտեղ կտեսնենք նրան ինչպես որ է։ Եվ ամեն ով որ այս հույսն ունի իրենում, սրբում է իր անձը ինչպես նա սուրբ է։ Եվ շարունակում է իհարկե։ Հարցս էս մանրամասնությունը չի, որ բան, բայց այստեղ դու կոչում ունես, Աստծո որդի։ Սա մեծ կոչում է։ Փոքր կոչում չի, որ դու Աստծո որդի ես։ Սրան պիտի հավատաս, ոչ թե քո ցանկություններին։ Աստծո բերանից է ելել այդ բանը։ Տեր ասեք, հայր մեր, որ երկնքում ես։ Ասեք, Տերը քեզ կոչեց որդի, Աստծուն էլ քեզ հայր։ Ադամի բերանից ավելի հաստատ բերան է խոսել։ Եթե Ադամի ասածը հաստատ է, անգամ Աստված սխալ չգտավ նրա ասածների մեջ։ Առավել ևս Տեր Հիսուսի ասածների մեջ սխալ չկա։ Թես աղ է ասել, լույս է ասել, սիմվոլիկ։ Ասեք դու աշխարհի մեջ եղած համն ես, լավ համն ես, դու լույս ես, աչք ես, որդի ես Աստծուն, Աստված քո հայրն է, սա Տերն է ասել։ Նաև քեզ սուրբ գիրքը Ադամից ավելի արդեն գիտություն ունեցող մարդիկ, որոնք արդեն բանին ու չարը գիտեն, Ադամից առավել փորձառություն ունեն։ Ինչ են ասել Տիրոջ նորից խոսքի համեմատ, դուք Տիրոջ տունն եք։ Տեր ասեց իմ եկեղեցին կշինեմ։ Ասում դուք կենթանի քարերին նման որպես Տիրոջ եկեղեցի շինվեք, հաստատվեք։ Շատերը բացակայում են, այո, ես չեմ հարգելի բացակայություն կա Տերը նրանց օրհնի, ես միշտ աղոթք եմ անում նրանց համար, բայց շատ կարևոր է։ Ասում է հիմա որդիներ ենք, հետո չգիտենք ինչ է լինելու, բայց որոշ բան Տերը մեզ բացեց, չէ՞ ավելի։ Ոչ թե միայն հասնենք, վերջին օրը գնանք, նոր իմանանք։ Մի անուն կա, որ որդի անունից բարձր է, եկեղեցու անդամ։ Սուտ չէ, ճշմարիտ։ Տիրոջ մարմնի անդամ, ինչպես անցած քարոզներից մեկում ասել եմ ձեզ։ Հարս եկեղեցու անդամ, որ ավելին է, քան որդի։ Թեկուզ մարդ ուներում է որդիներ, բայց իտոգում մարդուկին իրար ավելի հարազատ են, ավելի մեկացած են, քան երեխաները։ Քրիստոսի հետ մեկացած, Աստծո տուն, Աստծո մարմին, կոչումը ունեք դուք, սրա վրա մտածեք, սրան հավատացեք, սա է ձեր հավատալու բաները, ոչ թե նստեմ ու ագահությունից մի միլիոն փող եմ ուզում, դավանում եմ, կնի, մի միլիոն թե Աստծո որդի լինել, միլիոնները, միլիարդները, թե Քրիստոսի հարս եկեղեցու անդամ լինելը։ Ինչ ես անելու միլիոնները, քո ինչին են պետք։ Տերը ինքան է տալու, ինչքան որ կարաս ապրես, որտեղ քո կյանքը հետո է սկսվելու, Տերը հավիտյանական ապրուստի միջոց է տալու քեզ։
Միլիոն միլիարդները դեմը հետ չեն։ Ագանները մտածում են շատ փողերի մասին, գիտեն թե կնոպկա ենք գտե։ Հենց որ սխմեն միլիարդներ թափելու վրան։ Աստծուն աղոթեն, Աստվածը թակարդն անգի ասե, ինչ որ ուզեք պիտի առնենք։ Աստված պատվական ու անարգը իրաց տարբերողների համար է ասել։ Նրանք էլ գիտեն ինչ են խնդրելու։ Նրանք ավելի մեծ բաներ ունեն խնդրելու, ոչ թե փող։ Թե մի կարող, մեր ամենօրյա հացը Տեր մեզ տուր։ Մեր ամենօրյա կարիքը մեզ տուր։ Տեր ավելա տալու, քան մենք պատկերացնում ենք մեզ պետք է։ Ինչ պետք է Տերը տալու է։ Սակայն Տեր ասեց առաջ Աստծո արդարություն ու արքայությունը խնդրեք, մնացածը Տերը ձեզ կտա։ Տերը գիտի, մինչև ձեր խնդրելը ձեր կարիքը գիտի։ Կտա։ Ինչ որտեղ որ չի տալիս, չհաշված փորձության պահը, որ մարդը փորձվում է, զրկվում է պահի տակ, հավատարմություն է պետք, որ համբերի մինչև փորձությունից դուրս գա, բայց եթե ոմանցը հարատևում է նույն վիճակը, ես չեմ ասում հաստատ, բայց ինչ որտեղ կասկածի տեղ կա, գուցե ինքը չի հավատում Աստծուն, որ աստեղ այսպես հարատևում է այդ վիճակի մեջ, որոնց մասին Տերը չի խոսել։ Տերը ասել է կբանտարկեն, կսպանեն, տարբեր նեղությունների մասին խոսել է, բայց հարատև ու անվերջանալի աղքատության մասին Տերը չի խոսել։ Կգան այդ օրերը, դրա մեջ էլ պետք է մարդը համբերի։ Տերը ձեզ օրի մեծ կոչում ունեք դուք։ Ադամի բերանից ավելի հաստատ բերան է ձեզ համար խոսել, Հիսուս Քրիստոսի բերանը, առաքյալների բերանը։ Պետք է հավատաք։ Եվ հավատա եւ Աստծո փառքը կտեսնես։ Այդ կարգն է դրանց Աստծուց։ Չասեցի, Հիսուս ասում է, հավատա եւ Աստծո փառքը կտեսնես։ Հավատա եւ Աստված կիրականացնի, ինչպես որ ասես, եթե դարձի գաս, ես քեզ ետ կբերեմ։ Այսինքն ավարտին եմ հասցնել քո գործը։ Եթե դու հավատաս, հավատալիքների ինչ որ այսօրվա համար պետք է, այդ կբերի, դες չի որ արդեն դու հավատաս, մենակ գնաս երկնքում արդեն պաշտոնիդ մեջ մանգաս։ Չէ, բոլորս պետք է ապշտակվեն, միասնական ժամանակ կա։ Բաներ կա պետք է հավատանք, բայց սպասենք։ Բայց բաներ կան առօրյայի համար պետք է հավատանք եւ Տերը կկատարի։ Բայց իր ասածների, երբ որ իր բերանի պես լինենք, դարձի գաս, ես քեզ ետ կբերեմ, իմ առջև կկանգնեցնեմ, հաջորդ փուլը, պատվական անարգից հանի, ոչ թե մեկ էլ տեսնում ես, Տերը խոսել է շատ ժամանակ ասում ես, մեկ էլ տեսնում ես, ինչ-որ ժամանակ հետո էլի բան այլան, ասեմ մարդկանց դատապարտում են, սրպարտում են, ծառը պտղից է ճանաչվում, արդեն ով դատապարտվում է, ինչ-որ կարճ ժամանակ հետո ամեն ինչ պարզ է, աչքի առաջ է, բայց մարդը տեսնում է, զրպարտողը, չար վիճակի մեջ նորից պետք է հավատում է, որտեղ ինչ կանի, մի բան կա մեղր կբերի քեզ համար, մի քանի կիլո միս կդնի տունը, պետք է մի լիտր կաթ կբերի շաբաթը մեկ, եթե ստիր փուչ, ոչինչ, նվերի համար մարդը կարող է փոխել իր կարծիքը դրան ականջ դնել, ականջ դնելը հեշտ չի, դու հա ասա, թո բերի, ձեն չեմ ան, թո բերի, բայց ես նա ասածներին չեմ հավատա, դա սերմ է կաճի քո մեջ, հենց այդպես չի, որ ականջից ես կպավ գնաց, այդանք չեն մտնում ես ականջից մյուսից դուրս գալու, մնում են սրտում, և աճում են պտուղ են տալիս, հետո կզգաս, որ հավատքդ կորցնում ես, կասկածներդ ավելանում է, Տերը ասել է, այդտեսների ասում է, չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը, դու բարի ես, լավն ես, բարի վարք ունես, բայց եթե չար ընկերակցության հետ գնացիր, չեմ ասում ընդհանրապես բարև չտանք չշփին, չափ կա, բայց մանավանդ որ մեկը տենես փչացնող
խոսքեր ունի, ասում մարդու վարքը փչացնող, մարդու սրբությունը խախտող։ Մի շփվի տենցի Տեր ասում է ձեռդ կդրի, աչքդ հանի, ոտդ կդրի այդեսների մոտ մի գնա։ Մի նայի դրանց, ականջդ էլ կդրի, մի լսի դրանց։ Տերը ձեզ պահապան, աղոթք անենք վերջացնենք։